Բարի գալուստ, մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել, որպեսզի լսեք այսօրվա հուզիչ պատմությունը։ Սկեսուրը երկվորյակներով հղի հարսին դուրս շպրտեց տանից։ Անցորդներն ու հարևանները ծիծաղում էին, բայց այն ինչ տեղի ունեցավ հետո, անտարբեր չի թողնի ոչ ոքի։ Դռան փակվելու ձայնը դեռ երկար կհնչեր հարսի ականջներում։ Նա կանգնած էր տան շեմին, սառը քամու ու դատարկության առաջ, ձեռքում փոքրիկ պայուսակ, մի քանի հագուստներով։ Բայց այդ փակ դռան հետևում մնաց ոչ միայն տան ջերմությունը, այլև այն տարիների համբերությունը, որ կուտակել էր իր ներսում։ Տանը տիրող մթնոլորտը վաղուց էր խեղդում նրան։ Ամեն օր սկեսուրը գտնում էր ինչ-որ առիթ նրան նվաստացնելու համար։ Հղիության առաջին օրերից սկսած ոչ մի ջերմ ու բարի խոսք, միայն խստություն, սառնություն և անվերջ նախատինքներ։ «Քաղաքավարի նստիր, հղի ես, ոչ թե թագուհի», ասում էր սկեսուրը, երբ հարսը հազիվ էր ցավից շարժվում։ «Էս ինչքան ես ուտում», հնչում էր, երբ հարսը փորձում էր ուտել մի բան, որքան էլ սրտխառնոցից հետո դժվար լիներ։ Ամեն օր սկեսուրը նվաստացնում էր հարսին։ Երբ նա մաքրում էր տունը, ասում էր լավ չես մաքրել, եփում էր ճաշը, ասում էր համով չի, լվացքը կախել էր, վատ ես դասավորել, իսկ երբ մի օր նրան ուղղակի վատ էր զգում ու սրտխառնոցն անտանելի էր, մի ամբողջ օր պառկեց անկողնում։ Այդ օրը սկեսուրը բոլոր հարևանների առաջ բարձր ձայնով ասաց. «Ասեցի, որ էս աղջիկը ծույլ է, հղիությունն իրեն արդարացում է։ Ես էլ եմ հղի եղել, բայց մի օր չնստեցի ձեռներս ծալած»։ Նա երբեմն դիտմամբ ծանր աշխատանք էր տալիս հարսին, իբրև թե օգնություն է ուզում։ Ջրով լի տարանները բակից պետք է բարձրացներ, կլոր փորով հատակներ մաքրեր, ծնկի իջած։ Երբ հարևանները հարցնում էին, թե ինչու է հղիին աշխատեցնում, պատասխանում էր սառնասրտորեն. «Թող սովորի, կյանքում հեշտ բան չկա»։ Հարսը լռում էր, համբերում էր հանուն ամուսնու, հանուն այն փոքրիկների, որոնց շարժումներն արդեն զգում էր իր որովայնում։ Բայց այդ լռությունն աստիճանաբար խեղդում էր նրան ներսից։ Նա խեղճանում էր ոչ թե ֆիզիկական հոգնությունից, այլ հոգեկան ցավից։ Երբ մեկը, ով պետք է լիներ երկրորդ մայր, վերածվել էր թունավոր խոսքերով մի կերպարի։ Եվ ամենավերջին կաթիլը եղավ այն օրը, երբ սկեսուրը բացահայտ ասաց. «Ես չեմ պատրաստվում տան մեջ երեխաների ճվացող ձայների տակ ապրել, թե ուզում ես մնա, բայց երեխաներդ թող ուրիշ տեղ մեծանան»։ Դա արդեն չափից դուրս էր, նա արդեն հստակ հասկացավ, այս տան դռները ոչ թե փակվել էին նրա առաջ, այլ երբեք էլ բաց չեն եղել։ Սկեսուրը դուրս հանեց նրան տանից առանց խղճի խայթի, առանց մի բառ։ Այդ օրը հղի հարսը նստած էր խոհանոցում, մի բաժակ տաք թեյ ձեռքին, երբ սկեսուրը ներս մտավ գոռգոռալով, աչքերում զայրույթ. «Սա իմ տունն է, ոչ թե ծննդատուն։ Ես չեմ պատրաստվում քո երեխաների աղմուկի տակ ապրել։ Վերջ, չափերդ անցել ես, հավաքիր իրերդ ու գնա»։ Ձայնն արձագանքում էր տան ներսում։ Հարսը քարացավ։ Երկվորյակների շարժումները նա արդեն զգում էր։ Նրանք կարծես սարսափած արձագանքեցին մոր լարված սրտի բաբախին։ Նա փորձեց ինչ-որ բան ասել, արդարանալ, բայց սկեսուրը ձեռքով ցույց տվեց դեպի դուռը։ «Արդեն բավական է, չեմ պատրաստվում տան մեջ խնամել հղիկին, հետո էլ երկու գոռացող երեխա։ Դու փնտրիր մի տեղ, որտեղ կկարողանաս ապրել քո պայմաններով, ես իմ հանգիստը չեմ զոհելու»։ Հարսը դանդաղ բարձրացավ։ Սիրտը ծանր էր, մարմինը հոգնած, բայց հոգին առավել։ Նա գնաց իր սենյակ, ձեռքով հավաքեց մի քանի շորեր, մի քանի հուշեր իր կյանքի այն հատվածից, որն այլևս իրեն չէր պատկանում։ Երբ դուրս եկավ, սկեսուրը նույնիսկ չնայեց նրան։ Դրսում ձմեռային սառնամանիք էր։ Քամին փչում էր բակի անկյուններում, իսկ հարևանները պատուհանի հետևում մեկը զարմացած, մեկը ծիծաղով, մեկը դատապարտող հայացքով նայում էր նրան։ Բայց ոչ ոք չբացեց դուռը, ոչ ոք չասաց. «Մնա գոնե գիշերն այս տանը»։ Նա քայլում էր փողոցով, ցուրտը սաստկանում էր, սառը օդը խփում էր դեմքին, իսկ փորիկի մեջ երկու փոքրիկ կյանքերը շարժվում էին,
Կարծես զգում էին մայրիկի ցավն ու անհանգստությունը, բայց նա այլևս լաց չէր լինում։ Ոչ թե որովհետև ցավն անցել էր, այլ որովհետև արցունքները սառել էին։ Այդ գիշեր նա անցկացրեց գազալցակայանի սպասասրահի նստարանին։ Գիշերը ցրտահար աչքերով, իսկ առավոտյան կյանքի հանդեպ մի նոր ուժով։ Հետո գտավ մի կացարան հղիների համար, հասարակ, բայց ապահով։ Հենց այստեղ էլ սկսվեց նրա նոր պատմությունը։ Նա ծանոթացավ կանանց հետ, որոնց ճակատագրերը ոչ պակաս ծանր էին։ Բայց այստեղ նրան ոչ ոք չէր ստորացնում։ Այստեղ նրան ասում էին «փոքրիկներդ շարժվում են, օգնիր, նստիր, հանգստացիր», և նա տարիներով նվաստացած լինելով հանկարծ զգաց ինչ է մարդկային ջերմությունը։ Նա սկսեց հագուստ կարել այլ կանանց համար, զբաղվեց ձեռագործությամբ, մասնակցեց տարբեր դասընթացների։ Մի փոքրիկ օգնությամբ սկսեց փոքրիկ բիզնես՝ հագուստ նորածիների համար։ Սոցցանցերում նա սկսեց տարածել իր պատմությունը, սկզբում միայն ցավը, հետո նաև իր առաջընթացը։ Նա դարձավ ոգեշնչման աղբյուր շատերի համար, կանանց, ովքեր ապրում էին լռության ու նվաստացման մեջ։ Երկվորյակները ծնվեցին ուժեղ, առողջ կենսախինդ։ Ամեն գիշեր մայրը երկվորյակների ականջին շշնջում էր. «Մենք այլևս երբեք չենք ապրի այնտեղ, որտեղ մեզ չեն սիրում»։ Տարիներ անց, երբ ինքը արդեն սեփական փոքրիկ խանութն ուներ, երբ երեխաները ժպտում էին արևի տակ, հանկարծ դուռը բացվեց։ Սկեսուրը ծերացած, հոգնած կանգնեց նրա առաջ։ Ձեռքում նվերներ, թղթե տոպրակ, աչքերում մեղավորություն։ «Ես սխալվել եմ», շշնջաց նա։ Բայց հարցն արդեն այլ էր։ Նա ժպտաց, բայց աչքերում չկար այն կոտրված կինը, որ մի օր նվաստացած հեռացավ, այլ այնտեղ կային ուժ, հպարտություն ու արժանապատվություն։ Նա պարզապես ասաց. «Ես ներել եմ քեզ, բայց երբ մի մոր դուրս են շպրտում տանից, դու կորցնում ես նրան, ում պիտի ընդունեիր որպես դուստր»։ Հավանաբար շատերը կհարցնեն՝ իսկ որտե՞ղ է ամուսինը։ Ուր էր նա, երբ կինը երկվորյակներով հղի նվաստացվում էր իր իսկ մոր կողմից։ Ուր էր նա, երբ կինը լուռ հեծկլտում էր գիշերները, երբ տունը սառն էր ոչ միայն ջերմության, այլ նաև սիրո պակասից։ Նա այնտեղ էր, նույն տանը, բայց լռության մեջ։ Նա չէր պաշտպանել կնոջը։ Սկզբում ասում էր մաման դժվար մարդ է, դու մի ներս առ, հետո թող գնա, հղիությունն անցնի, հետո կհեռանանք։ Բայց օրերն անցնում էին, իսկ նա մնում էր նույն անտարբերության ու վախկոտության մեջ։ Նա չէր տեսնում կնոջ արցունքները կամ չէր ուզում տեսնել։ Երբեմն նույնիսկ իր մոր խոսքերին միանում էր «դու մի քիչ ավելի հարգանքով վերաբերվիր», ասես մեղավորը հենց ինքն էր։ Երբ մայրը դուրս շպրտեց հարսին, նա կանգնած էր հյուրասենյակում, լուռ, ոչ մի բառ, ոչ մի շարժում։ Աչքերն իջեցրած նա չհամարձակվեց անգամ մոտենալ, չասեց մի գնա, չասեց ես քեզ հետ եմ։ Նրա լռությունն ավելի ծանր էր, քան սկեսուրի վիրավորական խոսքերը։ Դա էր կնոջ սրտի իրական փլուզումը, ոչ թե տանից վտարումը, այլ այն տղամարդու լռությունը, ում հետ ուներ սեր, երդում, երազանքներ։ Երբ հարսի պատմությունը տարածվեց սոցցանցերում, երբ նրան սկսեցին աջակցել, ամուսինը հայտնվեց նորից։ Գրեց, զանգեց, խնդրեց, ասաց ես սխալվել եմ, մամայիս չեմ արդարացնում, բայց ուզում եմ քեզ ու մեր երեխաներին հետ բերել։ Բայց արդեն ուշ էր։ Կինը նայեց իր երեխաներին, իր կառուցած կյանքին, իր արժանապատիվ կերպարին և պատասխանեց միայն մեկ նախադասությամբ. «Դու թողեցիր ինձ, երբ ես առավել շատ քո կողքին լինելու կարիքն ունեի, իսկ հիմա ես արդեն կարիք չունեմ քո կողքին լինելու»։ Եվ փակեց անցյալի էջն առանց ատելության, պարզապես հանգիստ, որովհետև երբ մի կին դառնում է ուժեղ իր ցավից, նա այլևս երբեք չի վերադառնում այնտեղ, որտեղ իրեն խեղդել են լռությամբ։